Տիկին Ղազարյան, դուք որպես կին պատգամավոր ինչ գնահատական կտաք ձեր թիմակցի Անդրանիկ Քոչարյանի պահվածքին ընդհանրապես։ Ոչ միայն որպես կին պատգամավոր, այլ նաև որպես ոլորտային նկատի ունեմ լրագրության ոլորտի համար պատասխանատու հանձնաժողովի նախագահի տեղակալ, կարծում եմ, որ խնդրահարույցը ոչ միայն կանանց թիրախավորելը, այլ նաև մասնագիտական գործունեության նկատմամբ այդպիսի վերաբերմունքը, որը ոչ մեկ անգամ եւ ոչ մեկ լրագրողի նկատմամբ ազգային ժողովում դրսևորվել է, եւ ես կարծում եմ, որ մենք վերջապես ես եւ իմ գործընկերները, թե իշխանական, թե ընդդիմադիր, պետք է խոսենք այս մասին, որ հնարավորինս չխոչընդոտենք լրագրողների մասնագիտական գործունեությանը։ Իսկ ընդհանուր առմամբ արդեն գնահատականները տրվել են ընդհանուր արդեն ազգային ժողովի նախագահի կողմից, ես կիսում եմ այդ գնահատականները։ Քանի որ արդեն նախաձեռնվել է գործընթաց, այս պայդրությամբ 156 լրագրողի ստորագրություն կա, ստորագրահավաք է իրականացվել եւ պատրաստում ենք մուտք անել ազգային ժողովի աշխատակազմ էթիկայի հանձնաժողով ստեղծելու խնդրանք պահանջով, ձեր դիրքորոշումը ինչպես է լինելու, կողմ եք լինելու, որ էթիկայի հանձնաժողով ստեղծվի եւ ձեր մոտեցումը ո՞րն է, կա ավելի գործուն քայլ ըստ ձեզ, որ այս դեպքում կարող են կանել, որպեսզի падգամավորը հետայսու նման վարք չդրսևորի։ Նախ եւ առաջ ծանոթ չեմ փաստաթղթին եւ այն առաջարկին, որ լրագրողները անելու են, բնականաբար նաեւ մասնագիտական համայնքի հետ համագործակցության շրջանակներում հնարավորինս բարեխղճորեն կծանոթանամ նախաձեռնությանը, բայց նաեւ ուզում եմ ասել, որ այն ընթացակարգերը, որոնք նախատեսում է ազգային ժողովը էթիկայի ամեն դեպքի համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ես համարում եմ խնդրահարույց, բարդ եւ ոչ արդյունավետ։ Սա իմ դիրքորոշումն է, որովհետեւ որքանով է օրինակ արդար պայմանական Դավիթ Լևոնյանի նկատմամբ այդ շրջանակում չձևավորելը, երբ որ իրան թիրախավորել էին պատգամավոր, երկու անգամ թիրախավորել են որպես մասնագիտական գործունեության մասն է խոսքս, ոչ հարվածի հետ կապված չի, թիրախավորել են իր նկատմամբ չձևավորելը եւ դուք գիտեք, որ բազմաթիվ այսպիսի դեպքեր են եղել եւ ոչ միայն այսպես ասած իշխանությանը համակրող, այլ նաեւ ընդդիմությանը համակրող լրագրողների նկատմամբ եւ ես կարծում եմ դա ոչ արդյունավետ է, իմ կարծիքով արդյունավետ մեխանիզմ է ստեղծել էթիկայի մշտական հանձնաժողով եւ ես հույս ունեմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները վերջապես կհամաձայնեն բոլորով միասին ստեղծել, որտեղ ամեն դրվագի կապակցությամբ այդ հանձնաժողովին կփոխանցվեն դրվագները, որպեսզի տպավորություն չլինի, թե մի դեպքը համարեցին խնդրահարույց, մյուսը չէ, սա շատ կարեւոր է, որովհետեւ երբ մենք նախորդ գումարմանը դեռևս բերել էինք այս նախագիծը եւ խնդրում էինք մեր ընդդիմադիր գործընկերներին գոնե այս շրջանակում համագործակցել եւ միաձայն ընդունել, մեր ընդդիմադիր գործընկերները դեմ էին դրան, բայց ես կարծում եմ, որ падգամավորական էթիկայի հարցերում չի կարող լինել մի ֆրակցիայի որոշումը, այսինքն միայն քաղաքացիական պայմանագիրը որոշում կայացնի եւ մենք ստեղծենք էթիկայի հանձնաժողով եւ եթե ընդդիմությունն էլ բոյկոտի, տրամաբանական չի լինի, նաեւ հետեւողական չի լինի, եթե անկեղծ լինեմ, կարող է նաեւ ինքներս մեր նկատմամբ, եթե միայն մենք մասնակցենք, ավելի մեղմ լինենք եւ ընդդիմադիր գործընկերների նկատմամբ ավելի խիստ տրամաբանական կլինի, եթե բոլորս միասին այդ մի հարցում կոնսենսուսի գանք, ես շատ կուզեմ, որ մենք կարողանանք այդ որոշումը կայացնել, մանավանդ որ Հայաստանի միջազգային գործընկերները անդադար եւ հետեւողականորեն կրկնում են, որ այս խնդիրը խորհրդարանը շարունակում է ունենալ։ Ես վստահ եմ, որ խորհրդարանի շատ հարցեր էթիկական ոլորտի կլուծվեին իրենց նախնական փուլում, եթե ունենայինք ի սկզբանե այս հանձնաժողովը եւ ես հույս ունեմ եւ հիմա նորից շրջանառության մեջ ենք դնելու այդ նախագիծը ամբողջությամբ վերանայված եւ վերապատրաստված է, ես հույս ունեմ, որ վերջապես այս հարցը կլուծվի եւ վերջնականապես կլուծվի եւ գոնե հաջորդ գումարմանը հենց առաջին նիստից կձևավորվի, եթե այս գումարմանը կեսից ձևավորվի, գոնե հաջորդին հենց առաջին նիստից կձևավորվի ու մշտապես կգործի, իսկ ավելի գործուն մեխանիզմներ խորհրդարանները չունեն։ Խորհրդարանները ունեն հայտարարության ֆորմատ,
դատապարտելու ֆորմատ եւ էթիկայի հանձնաժողովի եզրակացությունների ֆորմատ, բայց ես կարծում եմ, որ էթիկայի հանձնաժողովի եզրակացության ֆորմատը ոչ գործուն մեխանիզմ չէ, եթե մարդիկ 1-2 դրվագում տարբեր գործընկերների, տարբեր խմբակցությունների գործընկերների վերաբերյալ գնահատական լսեն, թե որ դեպքն է խնդրահարույց, որը ոչ, ես կարծում եմ ավելի զերծ կմնան նման իրավիճակներում հայտնվելուց։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ։